Յուրաքանչյուր ծնող շատ կուզենա իր երեխան ավելի բարձր, բարձրագույն կրթություն ստանա, որովհետև քոլեջները նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական շատ կարեւոր դերակատարություն ունեն, որովհետև այնպես չի, որ երեխան պետք է սիրի իր մասնագիտությունը, պետք է հասկանա, ճանաչի իր մասնագիտությունը։ Ինչ դեր ունի այսօր ուսանողը։ Այսօր այնքան լավ մասնագետներ պատրաստենք, որ կարողանան արագ համալրեն աշխատաշուկան։ Կրթությունն այսօրի տաղավարում զրուցելու եմ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Ամալի Ադամյանի հետ։ Տիկին Ադամյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ առիթը օգտագործելու եւ իմ կարծիքը արտահայտելու հնարավորության համար։ Տիկին Ադամյան, երևի սկսենք մի փոքր ներկայացնելուց ինքներդ ձեզ, քանի տարի եք աշխատում քոլեջում որպես տնօրեն, եւ ներկայացնենք քոլեջը, քոլեջում առկա մասնագիտությունները։ Կրթության ոլորտում որպես այդպիսին ես սկսեցի աշխատել 3 տարի առաջ, շուտով կլրանա 3 տարին։ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը ինքը բավական հին տարածաշրջանում հայտնի քոլեջ է, 1960 թվականից է քոլեջը արդեն հիմնադրված։ Քոլեջը իրականացնում է 2 կրթական ծրագիր, նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր։ Այս 2 կրթական ծրագրերի շրջանակներում մի շարք մասնագիտություններով մենք մեր կրթությունը կազմակերպում։ Նախնական արհեստագործականում մենք ունենք խոհարարության մասնագիտությամբ, կարի տեխնոլոգիաների, կարի արտադրության մասնագիտություն, համակարգչային շահագործում մասնագիտությունն ենք ունեցել, որը այս տարի արդեն մենք չենք թիմել, բայց շարունակում են կրթություն ստանալ 2-րդ, 3-րդ կուրսեցիները, որովհետև ինքը իրենով արդեն որպես մասնագիտություն, համակարգչային շահագործումը որպես մասնագիտություն, այդքան էլ չի դիտարկվում, որովհետև ցանկացած մասնագիտության մեջ համակարգչային գիտելիքները արդեն արդիական են եւ սրա համար առանձին այսպես որպես մասնագիտական ուսուցում չենք իրականացնելու։ Իսկ միջին մասնագիտական հոսքով, միջին մասնագիտական կրթական ծրագրով ունենք ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների, կարելի ասել համակարգչային ծրագրավորում, համակարգչային ցանցեր, ավտոմատացված համակարգեր, հագուստի մոդելավորում եւ նախագծում մասնագիտությունը, միջնակարգ կրթության հիմքի վրա ունենք նաեւ զբոսաշրջություն մասնագիտությունը, սոցիալական աշխատանք մասնագիտությունը։ Կուզենայի շեշտադրել, որ այս տարի մենք նաեւ 2 նոր մասնագիտական ծրագրի թույլտվություն եւ իրավունք ստացանք։ Առաջինը համակարգչային գեղարվեստական նախագծումն է, որտեղ ավարտողները կստանան վեբ դիզայների մասնագիտությունը, որակավորումը եւ սպասարկումների կազմակերպում մասնագիտությունն է, որտեղ ավարտողները կստանան սպասարկումների կազմակերպիչ, մենեջեր, այդ մասնագիտության որակավորում։ Ինչի մտցվեց այս 2 նոր մասնագիտությունը, որովհետև ինքը ավելի շատ աշխատաշուկայի կարիքներին, պահանջներին համապատասխան էր եւ չափազանց շատ էր այսօր դիմորդների հետաքրքրվածությունը հատկապես համակարգչային գեղարվեստական նախագծման վերաբերյալ, ինչու ոչ նաեւ սպասարկումների կազմակերպում, որովհետեւ գործատումների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մենք գիտենք, թե որքան շատ են սպասարկման կազմակերպման մասնագիտությամբ պահանջարկը շուկայում, հատկապես աշխատանքների կազմակերպողներ, ադմինիստրատորներ, մենեջերներ, այս առումով հարմար գտանք եւ մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ աշխատաշուկայի կարիքներից ելնելով անհրաժեշտ է նոր մասնագիտություններ ներառել կրթության ոլորտ եւ այդ հնարավորությունը քանի որ կա կարելի ասել ճկուն համակարգ է գործում, դրա համար մենք նորամուծություն այս 2 մասնագիտությունները այս տարի ներառեցինք մեր կրթական ծրագրերում։ Հիմա իհարկե ընդունելության գործընթացի փուլն է, որը կշարունակվի մինչև օգոստոսի 17-ը ներառյալ ժամը 18:00 համակարգերը բաց են, դիմորդները իրենց տվյալները մեր մոտ ուսանելու համար կարող են մուտքագրել այդ համակարգում եւ դառնան մեր
ուսումնական հաստատության ուսանողներ։ Այդ հնարավորությունը կա, նաև ուզում եմ ակտիվորեն եւ ուսանողներին եւ ծնողներին կողմնորոշել, որ այդ հնարավորությունը կա եւ մինչեւ օգոստոսի 17-ը բաց է համակարգը եւ կարող են իրենց տվյալները մուտքագրել, քանի որ նաև մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին օրենքով կարող են մեկ մասնագիտություն ընտրել, մեկ ուսումնական հաստատությունում, այս առումով կուզենամ, որ կողմնորոշվեն եւ քանի որ նաև մեր ուժեղ հզոր կարելի ասել կողմերից մեկը դիտարկում եմ նաև տեղեկատվական տեխնոլոգիաներում մեր բազային հնարավորությունները վերապատրաստված դասախոսական աշխատակազմը կուզենամ նշեմ, որ շատ նպատակահարմար է, որ դիմեն եւ ուսանեն մեր կրթօջախում։ Նաև սա շատ կարևոր շեշտադրում էր Տիկին Ատեմյան, որովհետև երբեմն լինում է շատ եմ լսում նման արձագանքներ, որ այսօր միջին մասնագիտական քոլեջներում համապատասխան կրթություն չկա, որովհետև այսպես ասած աշխատաշուկայի պահանջներին համապատասխան չի, բայց թերևս ես կուզենայի հենց այստեղ մենք մի փոքր ավելի բացենք, որ 2024 թվականին ընդունված օրենքի համաձայն, եթե չեմ սխալվում, մայիսին էր դա քոլեջների մասին, այսինքն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների եւ մի փոքր այս մասին խոսենք, որովհետեւ շատ ժամանակ լինում է դուք երբ թե ինձնից լավ գիտեք, թե ինչ կարգով է օրինակ մեդիան կամ չգիտեմ բլոգերները աշխատում, ինչ թյուր ինֆորմացիա են տարածում այս մասին եւ լավ կլիներ, եթե մի փոքր ավելի անդրադառնայինք աշխատաշուկային եւ այն պահանջարկին, որը այսօր կա ու ինչ են առաջարկում քոլեջները, մասնավորապես տարածաշրջանային պետական քոլեջը։ Համաձայն եմ ձեր հետ վրշարումներով, օրինակ, որ կա այդ թյուր կարծիքը, մասնագիտական ուսումնական հաստատությունները քոլեջներ դիմում են հիմնականում, այսպես ասած, ճակերտավոր չսովորող վատ առաջադիմությամբ նաև ուսանողներ, դիմորդներ, ասեմ, որ հիմա մի քիչ այլ է վերաբերմունքը, փոխվել է։ Եվ միայն այս վերջի 3 տարիներին, որ ես աշխատում եմ քոլեջում, արդեն իսկ այդ դինամիկան կա։ Եվ ուրախանում եմ, որ շատ լավ բարձր գնահատականներով նաև դիմորդներ են դիմում մեզ, որովհետև գիտեք, արդեն կյանքն է ցույց տալիս, որ կարևոր է մասնագիտական կրթությունը։ Եթե նախկինում նաև ծնողների վերաբերմունքն է մի քիչ փոխված, եթե յուրաքանչյուր ծնող շատ կուզենա իր երեխան ավելի բարձրագույն կրթություն ստանալ, ավելի լավ առաջադեմ մասնագետ դառնա, կյանքում մասնագիտություն ընտրելուց ուզում են իրենց երեխաները շատ ավելի բարձր որակավորմամբ ավարտեն ուսումնական հաստատություններ, բայց կյանքը ցույց է տալիս, որ շատ կարևոր է մասնագիտական կրթությունը եւ այսօր աշխատաշուկան հենց այդ մասնագետների պակասը ունի։ Դրա համար այս պարագայում նաև երկրորդ հանգամանքը կավելացնեմ, որ այսօր նախկին իրավիճակը չի, որ մարդիկ մեկ կրթություն ստացել են, ուրեմն իրենց կարիերան կառուցվեց այդ մեկ կրթության շրջանակներում։ Մարդիկ ունեն հնարավորություն ամբողջ կյանքի ընթացքում ուսանելու։ Ցկյանս կրթություն այստեղ կարելի է մեջ բերել։ Գիտեք, երկրորդ հնարավորությունն էլ, որ այսօր մասնագիտական կրթության եւ ուսուցման վերաբերյալ մեր նոր օրենքը թույլ է տալիս, որ մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում շեշտադրվում է, որ ոչ միայն հիմնական կրթական ծրագրերից օգտվելու հնարավորություն, այլ նաեւ լրացուցիչ կրթական ծրագրերից օգտվելու հնարավորություն եւ այն հմտությունները, որը մարդը անձը անհատ ուզում է իր մեջ ձևավորել, ավելի շատ կարող է այդ իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով։ Հիմնական կրթական ծրագրերը տալիս են այսօր որակավորում, օրինակ նախնական արհեստագործականում մենք տալիս ենք արհեստավորի որակավորում, ինչպես նաև կրտսեր մասնագետի որակավորում, իսկ միջին մասնագիտական օղակը կարելի ասել մասնագետի որակավորում ենք տալիս։ Ու այս առումով նաև մասնագիտական ուսումնական հաստատությունները ունեն հնարավորություն ծրագրերի հիմքերը պահելով վերջնարդյունքներին հասնելու համար նաև պատրաստել
կազմել լրացուցիչ կրթական ծրագրեր, նաև մարդկանց տալով միկրովորակավորումներ, միկրովորակավորման հնարավորություն կա։ Այսինքն, եթե ես ուզում եմ ունեմ բարձրագույն կրթություն նույնիսկ եւ ուզում եմ, ասենք, խոհարարի հնարավոր հմտություն ձեռք բերեմ, կարող եմ դիմել, ստանալ այդ հնարավորությունը ավելի կարճաժամկետ ծրագրերում ներգրավեմ ու ստանամ այդ որակավորումը։ Այստեղ Տիկին Ադամյան մի քանի կարևոր կետերի կուզենամ անդրադառնամ, ինչպես արդեն նշեցիք, այդ ես հուսով եմ, որ արդեն անցյալում է այս պնդումը, որ քոլեջներ չեմ ուզում ոչ մեկին նեղացնել, դրա համար մենք ասենք չակերտների մեջ վատ ուսանողները կամ վատ աշակերտներն են գալիս քոլեջներ, որովհետև առհասարակ ինձ համար միշտ այդ շատ անհասկանալի է եղել, երբ որակավորում են ուսանողին կամ աշակերտին վատ կամ լավ, այստեղ թերևս կարելի է միայն խոսել առաջադիմության կտրվածքով ավելի են հասնում կամ ավելի պակաս են հասնում, բայց նաև շատ են լինում դեպքեր, երբ դպրոցներից, հանրակրթական դպրոցներից, ուսուցիչներից եմ ցավոք սրտի ես լսում այդ պնդումները, որ հիմնականում մեր դպրոցներից քոլեջներ գնում են ավելի ցածր առաջադիմություն ունեցող երեխաները։ Ես այստեղ նաև կուզեմ մի փոքր մեր հետևորդներին խնդրել չանցնենք այս որակավորումներին, որովհետև այստեղ մենք նաև մասնագիտական առումով մեր գոլեգաներին ենք վիրավորում, որովհետև քոլեջները նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական շատ կարեւոր դերակատարություն ունեն ու ինչպես նշեցիք արդեն տալիս են լուրջ մասնագետների եւ արդյոք ըստ ձեզ ուսուցիչը դպրոցը այստեղ ինչ դեր ունի, այսինքն ես գիտեմ, որ դասարանում արդեն աշակերտներն անցնում են մասնագիտական կողմնորոշման առարկան եւ նաեւ այստեղ շատ կարեւոր է շեշտադրում անել ու չտանենք մենք միայն այն ուղղությամբ, որ բոլորը պետք է պարտադիր գնան բարձրագույն ուսումնական հաստատություններ կամ որ բոլորը պետք է պարտադիր դառնան գիտնականներ, բժիշկներ ու այստեղ դուք չգիտեմ, որպես գոլեգաներ ինչ խորհուրդ կտաք նրանք ուսուցիչներին, նաև ինչպես պետք է իրենք պատրաստեն, նախապատրաստեն երեխաներին, որպեսզի երեխան կարողանա ճիշտ ընտրել մասնագիտություն ու նաև իմ աշխատանքի ընթացքում որպես դասախոս ես բախվել եմ այս խնդրին, երբ ուսանողին հարցնում եմ, ինչ ես դու ընտրել ես մասնագիտությունը, ուսանողը չի կարողանում հստակ ձևակերպել իր միտքը։ Ինքը սկսում է մտածել եւ որպես վերջնարդյունք շատերն ասում են, թե մաման կամ ծնողս ասեց, որ կամ այս մասնագիտությանը լավ կլինի։ Ես նաև առիթից օգտվելով որպես արդեն ոլորտում աշխատող մարդ, այ ինչ խորհուրդ կտակ եւ ուսուցիչներին եւ ծնողներին, արդյոք պետք է որ ծնողը կամ ուսուցիչը շատ մեծ միջամտություն ունենա երեխայի մասնագիտություն ընտրելու հարցում։ Ի վերջո, չէ որ տվյալ երեխան եւ ուսանողը ինքը պետք է հետո հարմարվի այդ ընտրած մասնագիտությանը, աշխատի եւ նաև կարեւոր է որպեսզի հետո իր ընտրած մասնագիտությունը ինքը սիրելով աշխատի։ Գիտեք, շատ կարևոր հարցի եք անդրադառնում, մասնագիտական կողմնորոշման գործընթացը մշտապես աշխատաշուկա հետ կապ ունեցող իմ նախկին նաև աշխատավայրում եւ աշխատանքի առումով ես շփվել եմ այդ հանգամանքին, չափազանց կարևոր է մասնագիտական ճիշտ կողմնորոշումը։ Ի պատիվ նաև մեր պետության արդեն դպրոցներում այս որպես մասնագիտական ուղղվածությամբ առարկա, կարելի ասել մշտապես արդեն սկսեցին կիրառել մասնագիտական կողմնորոշման մասնագետներ են ներառված, նաև աշակերտներին են կողմնորոշում։ Իհարկե, մասնագիտական կողմնորոշումը շատ ճիշտ է, որովհետև երեխան դերևս այդ տարիքում չի կարողանում, չի իմանում ինչ մասնագիտություն։ Երեխային նաև ծնողն է շատ ճիշտ է, որ ինչ որտեղ կարողանա ծնողը կողմնորոշի երեխային, բայց երեխան երբ որ գալիս է արդեն ուսումնական հաստատություն, այդ ժամանակ ինքը կոնկրետ առնչվում է մասնագիտությանը եւ շատ հաճախ է լինում, օրինակ, որ ուսանողներ ունենք, որոնք արդեն առաջի կուրսից հետո սկսում են մտածել, փոխեն մասնագիտությունը, չփոխեն։ Երեխաներ կան, որոնք շատ լավ կարողանում են ու սիրում են իրենց մասնագիտությունը, բայց մասնագիտական կողմնորոշումը այնպեսի գործընթաց է, որ սա ամբողջ կյանքի ընթացքում է իհարկե կարևոր, աշխատաշուկան է նաեւ թելադրում թե ինչ ուղղությամբ պետք է գնա
մասնագետ այսօր, որովհետև ինքը ամբողջ կյանքի ընթացքում է եւ իզուր չէ որ նաեւ տարիքով մարդկանց են այդ կողմնորոշում իրականացնում, հատկապես աշխատաշուկա մոտ գործելու ժամանակ, բայց կարևոր է որ կա ճկուն համակարգ։ Երեխան չի ուզում այս մասնագիտությամբ, կարող է դիմել ցանկացած կուրսում, փոխել մասնագիտությունը եւ ես դրան շատ բնական եմ նայում, որովհետեւ այնպես չի որ երեխան պետք է սիրի իր մասնագիտությունը, պետք է հասկանա ճանաչի իր մասնագիտությունը։ Իհարկե համակարգը զարգացման փուլում է։ Այսօր մասնագիտական կրթության եւ ուսուցման նոր օրենք հնարավորություն է տալիս նաեւ այդ ճկուն համակարգերը ներդնել, որտեղ այդուհանդերձ շատ ճիշտ հարցի եք անդրադառնում, լինում են երեխեք ավարտում են մասնագիտությամբ, բայց անմիջապես ուզում են փոխել իրենց մասնագիտություն։ Եվ մի կարևոր հանգամանք, որ իհարկե մասնագիտական կրթության կարևոր նպատակը այն է, որ մարդը դառնա մասնագետ ու աշխատաշուկան ներառվի այդ որակյալ մասնագետներ, բայց նաև շատ լավ հնարավորություն կա շարունակական կրթությունը դուք շեշտադրեցիք, նաև լավագույն լավ եւ գերազանց գնահատականներով ուսանողները քոլեջի համակարգից կարող են անցնել բարձրագույն ուսումնական հաստատություններ երաշխավորությամբ, մեր երաշխավորությամբ գնան բուհեր եւ իրենց մասնագիտությամբ նստեն երկրորդ կուրս իհարկե հիմնականում հեռակա բաժինները, բայց կան ուսումնական հաստատություններ, որոնք այդ մասնագիտությամբ չունեն հեռակա բաժին, կարող են նաև նստել երկրորդ կուրս առկա ուսուցման բաժին։ Այնպես որ մասնագիտական կողմնորոշման հնարավորությունը նաև քոլեջներում կան կարիերայի կենտրոններ, առանձնացված ստորաբաժանումներ, որոնք պարբերաբար անընդհատ գործընթացները իրենց ուսանողների հետ իրականացվում է այդ կարիերան ճիշտ կառուցելու, կարիերայի ընթացքում ճիշտ հմտություններ ձեռք բերելու, որտեղ այդուհանդերձ վերջնական արդյունքում ուսանողը պետք է դառնա շրջանավարտ եւ շրջանավարտը պետք է համալրի աշխատաշուկան։ Եվ մի հատ կարևոր հանգամանք էլ ուզում եմ շեշտադրել, մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին օրենքը այսօր հնարավորություն է տալիս, որ մենք աշխատաշուկայի հետ ուղիղ աշխատենք, կրթություն ստանան մարդիկ ուսանողները հենվելով աշխատանքի վրա ուսուցման այդ դրամաբանությամբ, այսինքն կրթություն անցնում է աշխատանքի վրա հիմնված կրթության եւ ինչ է ստացվում, որ երեխեք ավելի իրական միջավայրում են կրթությունը շարունակում, այստեղ կուզենայի շեշտել դուալ կրթության հանգամանքը, մեր ուսումնական հաստատություն դերևս 2018 թվականից արդեն ներառված է այդ նոր կրթացեվի մեջ, դուալ կրթություն ունենք ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ ծրագրավորման մասնագիտությամբ, նաև ունենք զբոսաշրջություն մասնագիտությամբ եւ այսօր մեր ուսանողները շատ լավ անցնում են, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ ենք համագործակցում, այնտեղ շատ տարբեր գործատուներ են ներառված եւ անցնում են շատ լավ կրթական միջավայրում, դրա շնորհիվ էլ շատ կարելի ասել, որ մեր ուսանողները մասնակցում են համաշխարհային հմտություններ, այդ մրցույթին կարելի է այսպես ասել Հայաստան Երևանում է իրականացվում եւ օրինակ նախորդ տարի մեր շրջանավարտներից 8-ը մասնակցեցին եւ 8-ն էլ մրցանակներով եկան, 4-ը մեդալներ նվաճեցին, 4-ը իհարկե նաեւ եւ գիտեք հետաքրքիրը որն էր, որ մենք երկրորդ կուրսեցիներին էինք ուղարկել հիմնականում, որոնք նոր էին ծանոթանում մասնագիտությանը, բայց ամեն դեպքում շահեցինք եւ մենք ուրախ էի, որ քոլեջը ունի նման արդյունքներ։ Եվ այս առումով կուզենամ նշել, որ դուալ կրթությունը այսօր աշխատանքի վրա հիմնված կրթության ձևերից մեկն է, որտեղ մենք մեր ուսանողներին տալիս ենք ուսման հնարավորություն իրական աշխատանքի միջավայրում եւ դրա արդյունքում էլ մենք շատ ուսանողներ արդեն իսկ դերևս ուսուցմանը զուգահեռ գործատուների մոտ
աչքի են ընկնում եւ շատ գործատուներ արդեն մեր ուսանողներին դերևս ժամանակից էլ շուտ առաջարկում են աշխատանք։ Սա մեծ առավելություն է։ Սա մեծ առավելություն է, այո, ես էլ եմ գտնում եւ դրա համար էլ պետությունը հենց դրա վրա շեշտադրեց կրթությունը, որպեսզի մեր կրթությանը շատ մոտ գործատուներ սոցիալական գործընկերության մոդելը աշխատում է եւ այսօր գործատուն անմիջական մասնակցություն ունի կրթական ծրագրերի եւ ձևավորմանը եւ ինքը անմիջապես մասնակցում է կրթության գործընթացին դրա համար մեր համար չափազանց կարեւոր է նաեւ ոլորտի առավել աչքի ընկնող գործատուներին հրավիրել մեր մոտ եւ որպես դասախոսություն եւ որպես մասնագիտական այսպես լրացուցիչ երեխեքի հետ հանդիպումների ժամանակ շատ կարեւոր է որ ոլորտի առաջատար մասնագետները զրուցում են երեխաների հետ նաեւ ներառվում են կրթական process-ներին եւ իհարկե նաեւ պետական ամփոփիչ քննություններին մենք ներառում ենք ոլորտի կարևոր աչքի ընկնող գործատուներին սա շատ կարևոր է որ նաև քանի որ մեր քաղաքը ինքը կարելի ասել աշխատաշուկան միասնական եւ մեր տված մասնագետները շատ ավելի արագ են գտնում աշխատաշուկայում եւ դա ինձ նաեւ թույլ է տալիս ինքս էլ անձամ շատ դիմորդների հետ եմ հանդիպում եւ առավելություն որպես շեշտադրում եմ որ մենք ունենք հենց այդ դուալ կրթության հնարավորությունը եւ այսօր մենք ունենք հնարավորություն դերևս կրթության ընթացքում ուսանողներին ուղղորդել դեպի աշխատաշուկա Այնպես որ սա շատ նպատակային է ու կարծում եմ եւ մեր ազգային պետական ծրագիրը, որ կա պետության կողմից հաստատվեց կրթության պետական ծրագիրը, ինքը շեշտադրում է, որ մինչև 2030 թիվը մեր շրջանավարտների ուրեմն 90%-ը գտնի մասնագիտական աշխատանք։ Եվ այստեղ է անելիքները մեր, որ մենք այսօր այնքան լավ մասնագետներ պատրաստենք, որ կարողանան արագ համալրեն աշխատաշուկան եւ իրենց մասնագիտության մեր համար դա է արդյունքը, որ իրենք սովորել են նպատակային եւ իրենց կրթությունը նպատակային է եղել եւ դարձել են լուրջ մասնագետներ։ Իհարկե բոլորս գիտենք որ կրթությունը ամբողջ կյանքի ընթացքում է ցանկացած պահի կարող են ներառվել նաև թեկուս ուսանողները սովորելու ընթացքում կարող են ձեռք բերել նաև ինչպես մեկից ավելի կրթություն ուսանողը կարող է զուգահեռաբար կրթվել նաև մեկ այլ մասնագիտությամբ այնպես էլ լրացուցիչ կրթական ծրագրերով կարող են ներառվել շատ է լինում որ ուսանողը իր ծնողի հետ արդեն ներառված են մեր կրթօջախում ունենք դեպքեր որ մայրը երեխայի հետ Տիկին Ադամյան մի փոքր ավելի մանրամասնեք ինչ է իրենց ներկայացնում լրացուցիչ կրթությունը լրացուցիչ կրթական ծրագրերը դրանք այն ծրագրերն են որոնց արդյունքում ինքը կարճաժամկետ ծրագրեր են մինչև 6 ամիս տևողությամբ ծրագրեր են ըստ յուրաքանչյուր մասնագիտության օրինակ մենք էլ ենք հիմա ներկայացրել 6 մասնագիտությամբ լրացուցիչ կրթական ծրագրեր որպեսզի ստանանք կրթության նախարարության երաշխավորությունը որովհետև Եթե երաշխավորված ծրագրով ենք իրականացնում կրթությունը, այս հանգամանքն ուզում եմ նաև մեր ազգաբնակչությունը լսի, նաև եթե իրենք մասնակցում են այդ կրթական ծրագրերին, որոնք պետության կողմից երաշխավորված են, ստացել են, կարելի ասել թույլտվություններ, այդ ծրագրերի համար վճարված գումարները կարող են եկամտահարկի վերաբերալ այդ կարգի հիման վրա հետ վերադարձ ստանան իրենց գումարները, այդ թվում նաև մեր ուսանողների վարձավճարների հետ կապված ուզում եմ ասեմ, որ եթե վարձավճարը ծնողը տալիս է, հնարավորություն ունի նաև եկամտահարկի միջոցով հետ ստանա այդ գումարը եւ եթե ինչ որ մարդկանց դա կհետաքրքրի, մենք լրացուցիչ հնարավորություն կտանք թող կան քոլեջ դիմեն, մենք պարզաբանենք, այսինքն նույնիսկ վճարովի համակարգում սովորող ուսանողները, որտեղ պարզ է, որ ոչ բոլորը կարող են անվճար ուսանել, դե պարզ է, բարձր առաջադիմությամբ ուսանողները առաջին հերթին իրենք են ընդունվում եւ հնարավորություն
չկա բոլորի համար անվճար կրթություն անենք։ Իդեպ այս տարի մենք ավելի շատ էր մեր անվճար տեղերը հատկացված պետության կողմից, դա էլ ինձ շատ ոգևորեց նաև, որ պետությունը արդեն դիտարկում է մեր կրթությունը որպես առավելություն ու ավելի շատ անվճար տեղեր են տրամադրել, բայց իհարկե քոլեջին նաև ունենք հնարավորություն վճարովի տեղերով համալրել, մեր արտաբյուջեն նաև այդ հնարավորությունը ստեղծենք, որ վճարովի տեղերով մենք, բայց այդ վճարովի տեղերի համար դիմաց ծնողները կարող են հետ վերադարձի այդ ծրագրից օգտվել, մինչև 100,000 դրամ գումարից օգտվել։ Այնպես որ լրացուցիչ կրթական ծրագրերը կկազմակերպվի քոլեջներում, արդեն մեր հիմնական կրթական ծրագրերից դուրս եւ այդտեղ ավարտող, սովորող ունկնդիրները, իրանք ուսանողներ չեն կոչվում, ունկնդիրներ են կոչվում, ունկնդիրները կստանան վկայագրեր, որոնք մեր կողմից եւ էլի հնարավորություն է, որ ինքը ցանկացած դեպքում այդ վկայագրով կարող է մուտք գործել դեպի աշխատաշուկա եւ պարտադիր չի, որ գնան մարդիկ երկար տարիներով սովորեն, որ մի մասնագիտություն ձեռք բերեն, այլ մարդիկ կարող են շատ իրենց նախընթաց կրթության հիմքերով, այսինքն ունի ինչ-որ կրթական ցենզ կամ չունենա էլ մարդը, եթե նախ չի ավարտել որևէ ուսումնական հաստատություն, բայց ուզում է լրացուցիչ հմտություններ ձեռք բերել, լրացուցիչ կրթական ծրագրեր հնարավորություն է տալիս, են ինքը նաև մեկ լավ բաղադրիչ էլ ունի, որ այն ծրագրեր, որոնք մենք ուզենք փորձնական նոր դնենք, օրինակ լրացուցիչ կրթական ծրագրերով անցկացնենք, նոր որպես հիմնական մասնագիտություն ներդնենք։ Տիկին Ադամյան, որպես ամփոփում մեր այսօրվա ոդկասթի, ուզում եմ ուսումնասիրել եմ ձեր Facebook-յան էջը նաև եւ տեսել եմ, որ բավականին ակտիվ է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը եւ ես ուզում եմ հասկանամ այստեղ ուսանողների նախաձեռնությամբ է հիմնականում թե դասախոսների, որ կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ, հանդիպումներ եւ որպես այդպիսին ով է այսօրվա ուսանողը, ինչ դեր ունի այսօր ուսանողը, մենք որպես կանոն կրթական process-ում միշտ խոսում ենք ուսուցչի, դասավանդողի, դասախոսի դերի մասին, բայց շատ հաճախ մոռանում ենք սովորողի դերի մասին եւ ինչպիսին է այսօրվա ուսանողը ձեզ։ Շնորհակալություն, սա մեր համար մեծ գնահատական է, որ դիտարկել եք եւ տեսել եք մեր Facebook-յան էջի ակտիվությունը։ Ասեմ շատ ճիշտ քաղաքականություն ենք տանում, ճիշտ մասնագետներ են ընտրված այդ էջը վարելու հետ կապված։ Իհարկե մեր համար շատ կարևոր է եւ ես էլ ամիջապես հսկողություն ունեմ այդ էջերի վրա, որովհետեւ ինքը քանի որ սոցիալական ցանց է ու բաց է բոլորը ընթերցում են, իմ համար կարևոր է, որ ինքը լինի շատ գրագետ ու շատ ինֆորմատիվ, որովհետև գիտեք շատ կարևոր է կրթություն, մենք խոսում ենք ու մենակ նա չի, որ դու կրթություն ես ստանում մասնագիտության առումով, նաև մեր համար շատ կարևոր է, որ երեխան լինի բազմակողմանի զարգացած եւ երեխան հետ չմնա ոչ մշակութային, ոչ սպորտային, ոչ հասարակական կյանքի ցանկացած բնագավառներում իր ակտիվությունը ունենա, որտեղ մեր համար կարևոր է ոչ միայն մասնագետ կրթելը, մեր համար կարևոր է անհատ մարդ կրթելը եւ դրա համար այս առումներով մեր համար շատ կարևոր է եւ ես ուզում եմ շեշտադրել, որ այստեղ ուսանողների ներգրավվածությունն էլ է շատ, որովհետեւ շատ միջոցառումներ, մենք նույնիսկ շատ դեպքեր են լինում, որ մենք իրենց ենք հանձնարարում կոնկրետ եւ շուտով նաեւ մեր ուսանողների իրենց մեր ուսանողական խորհուրդը ինքն է բացելու իր էջը, Facebook-յան էջը եւ զուգահեռաբար մենք կհետևենք նաեւ ուսանողների էջին, որովհետեւ կարեւոր է որ ուսանողը նաեւ որպես անհատ ինքը կարողանա տեսնել ու հասկանալ այն ամենը ինչ իր շրջակայքում իր համար կատարվում է, նաեւ իրենք առաջնահերթ դերակատարում ունենան այդ հասարակական կյանքի ձևավորման, հասարակական կյանքում իրենց կայացմանը։ Դրա համար սա այն հարթակներից մեկն է, որ չափազանց կարեւոր է, որ մարդիկ
ուսանողը հասկանա, որ ինքը ունի անելիք նաև ոչ միայն կրթական ասպարեզում, այլ նաև ընդհանուր կրթվածություն ապահովելու եւ շատ կարեւոր է ավելի զարգացած պետության քաղաքացի լինել։ Դրա համար մենք չենք ցանկացած դասընթացներ, որը կրթում է, օրինակ մենք վերջերս արդեն մի տարուց ավելի ներառել ենք ներգրաված քաղաքացի եւ քաղաքացու ենք մենք կրթում ոչ միայն մասնագետի, որտեղ պետության համար շատ ճիշտ է, որ մենք քաղաքացի ձևավորենք նաև, որտեղ պետության հիմքը իհարկե կրթությունն է, կրթված քաղաքացի ունենալը։ Շնորհակալ եմ Տիկին Ադամյան բովանդակալից զրույցի համար, իսկ ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ կրթությունն այսօր ոդքասթն էր Ցայք հեռուստաընկերության եթերում, կհանդիպենք հաջորդ շաբաթ եւ նաեւ ուզում եմ մեր հեռուստադիտողներին եւ հետեւորդներին հիշեցնել, որ կարող են իրենց հետաքրքրող հարցերը եւ նաեւ թե առաջիկայում ինչ թեմաների մասին կուզեին մենք տաղավարում զրուցենք կրթության ոլորտին բնականաբար հարվող, կարող են իրենց նամակները ուղղել Ցայք հեռուստաընկերության Facebook-յան էջին։ Ցտեսություն, կհանդիպենք։